Զորակոչ, զորահավաք եւ զորահավաքային զորակոչ։ Արդյոք նույնը չեն։ Ողջույն, ես Դավիթ Թորոսյանն եմ եւ Բանակ Ինֆոն Point of Law փաստաբանական գրասենյակի աջակցությամբ շարունակում է իրականացնել ռազմական բառան նախագիծը։ Ինչպես արդեն հասկացաք, այսօրվա թողարկման թեման զորակոչը, զորահավաքը եւ զորահավաքային զորակոչն են։ Ինչպես կհամոզվենք առաջիկայում, այս բառերը շատ հաճախ օգտագործվում միմյանց փոխարեն եւ երբեմն անգամ որպես հոմանիշներ։ Մինչդեռ ինչպես կտեսնենք եւ կհամոզվենք, նրանք ունեն չափազանց նուրբ եւ կարեւոր տարբերություններ, որոնց էլ կանդրադառնանք հաջորդիվ։ Զինվորական ծառայության եւ ծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է. զորակոչը պարտադիր կամ զորահավաքային կամ պայմանագրի կնքման կամ վարժական հավաքի կանչվելու միջոցով զինվորական ծառայության ներգրավումն է։ Սակայն շատ հաճախ մեր հասարակության մեջ զորակոչ ասելով մենք նկատի ունենք շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը։ Զորահավաք եզրույթը ևս հստակ սահմանված է օրենսդրությամբ, մասնավորապես Պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով, որը ասում է. զորահավաքը պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների գործունեությունը, ռազմական դրության աշխատանքային ռեժիմի, զինված ուժերը եւ այլ զորքերը պատերազմական ժամանակի կազմակերպման ու կազմի փոխադրելու միջոցառումների, քաղաքացիների զորահավաքային զորակոչի իրականացման համալիր է։ Եկեք հիմա ընդհանրապես մեկ պահ պատկերացնենք, որ ինչ-որ մեկը իր խոսքը առավել ազդեցիկ եւ գեղեցիկ դարձնելու նպատակով սխալմամբ զորակոչ եզրույթի փոխարեն օգտագործի զորահավաք կամ զորահավաքային զորակոչ տերմինները։ Ինչ կունենանք արդյունքում։ Զորակոչը, որը պլանային եւ հերթական գործողություն է, որը տարեկան Հայաստանում այժմ կատարվում է 2 անգամ ամառային եւ ձմեռային սկզբունքով, դրա փոխարեն կունենանք, եթե օրինակ զորակոչի փոխարեն օգտագործվել է զորահավաքային զորակոչ եզրույթը, կստացվի, որ Թշնամին հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է ռազմական դրություն եւ զինված ուժերը իր շարքերը համադրելու նպատակով զորահավաքի շրջանակներում իրականացնում է պահեստազորայինների զորակոչ, ինչը հասկանանք մեղմ ասած հասարակության շրջանում կարող է առաջացնել խոճապային տրամադրություններ։ Այսինքն, ընդհանրապես զորակոչի փոխարեն օգտագործելով զորահավաքային զորակոչ եզրույթը, որը առաջին հայացքից ավելի ազդեցիկ կարող է հնչել, կարող ենք ունենալ մի շարք խնդիրներ։ Եթե ավելի պարզ զորակոչը այսպես կոչված խաղաղ պայմաններում զինված ուժերի շարքերը համալրելու ժամկետային զինծառայողների համար տարեկան 2 անգամ պլանային իրադարձություն է, տվյալ դեպքում ամառային եւ ձմեռային ժամանակահատվածներում։ Զորահավաքը պետության անվտանգությանը սպառնացող վտանգի ժամանակ ամբողջ պետական համակարգը մոբիլիզացնելու եւ այսպես ասած ռազմական ռելսերի վրա դնելու գործընթացն է, համալիր է, համակարգ, մեկ ամբողջություն։ Իսկ այդ մոբիլիզացիայի շրջանակներում, զորահավաքի շրջանակներում իրականացվող զորակոչը, որը իրականացվում է պահեստազորայինների կանչի միջոցով, դա արդեն զորահավաքային զորակոչն է, որը կարող է հստակ ժամկետներ, փուլեր, սեզոնայնություն այլևս չունենալ եւ իրականացվել ըստ անհրաժեշտության, ըստ պետության արժեվ կանգնած ռիսկերի, վտանգների եւ սպառնալիքների։ Դե ինչ, այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, իսկ մենք կհանդիպենք շուտով։